Ծնվել եմ Արցախում, Ստեփանակերտում, բայց միշտ շատ եմ սիրել Ստեփանակերտը, սակայն 80-90-ական թվականներին արդեն գնացել էինք մի քանի տարի ապրել էինք գյուղում, պատերազմի ժամանակ, անընդհատ երազում էի, որ գնալ Ստեփանակերտ ու երազում էի աշխատել թատրոնում կամ կինոյում որպես դերասանուհի։ Այդ տարիներին սկսեց, դպրոցական տարիներից սկսեց իմ երազանքները, որ պիտի կատարածեմ։ Ստեփանակերտում դպրոցական տարիները, որ ավարտեցին, արդեն ուսանողական տարիներն էր, մի անգամ պատահական մտա ընկերուհուս հետ թատրոն իր համար ու այնտեղ թատրոնի տնօրենը հրավիրեց, որ ես էլ գնամ թատերական ստուդիա սովորեմ։ Գնացի ու արդեն սկսեցի զբաղվել եւ տեխնիկային թատրոնում, եւ դրամատիկական ներկայացումների մեջ։ Շատ էի սիրում իրոք թատրոնը, տարիներ շարունակ ես մնացի, աշխատեցի այնտեղ։ Վահագի հետ ծանոթացա 2003 երևի 2003 թվականին էլի ընկերուհու միջոցով նկարով էր տեսել ինձ։ Ծանոթացանք, ընկերություն էինք անում, ինքը շատ ուշադիր էր, շատ ուշադիր, չափից շատ։ Բնավորությունը շատ էր դուրս գալիս Վահագի։ Սկսեցինք ընկերություն անել, հետո ամուսնացանք, սակայն տարիների ընթացքում ամեն ինչ անում էինք, բուժումների էինք գալիս Երևան, գնում, երեխա չէինք ունենում երեխա։ Վերջ 9 տարի հետո ունեցանք մեր առաջնիկին, դա արդեն եկավ 2015 թիվ։ Ծնվեց Գիսանեն, երջանիկ ապրում էինք Ստեփանակերտում եւ աշխատում էի թատրոնում, իրոք ինձ երջանիկ է զգում, որ եւ իմ սիրած գործով եմ զբաղվում եւ վերջապես ծնվեց մեր առաջնեկը։ Գիսանեի անունը Վահագն էր որոշել, որ Գիսանե դնենք։ 16 թվականին էլի եկանք Գիսանեի հետ այստեղ, Վահագը մնաց այնտեղ, պատերազմի օրեր էին, սակայն ես չկարողացա այստեղ մնալ, նորից երեխային վերցրի, ասեցի չեք, չեմ կարողանում գնամ իմ ամուսնու մոտ։ 17 թվականին արդեն հղիացա նրանեներ, իրոք երջանիկ էինք, նոր տուներ վերցրել Վահագը, ինքն էր իր ձեռքով ամեն ինչ պատրաստել, կահավորել, կառուցել, 6 ամիս ապրեցինք։ Այդ տանը պատերազմ սկսեց նորից 20 թվականներ արդեն։ Վահագը նորից մեզ հավաքեց, բերեց այստեղ, հետ առավ այնտեղ, որ գնա մասնակցի պատերազմին։ Պատերազմի ընթացքում հոր եղբորս տղան զոհվեց, մեկն էլ անհայտ կորավ, Վահագը շատ ծանր էր տանում այդ ամեն ինչը, հոր եղբորս հետ ընկած, փնտրում էին անհայտ կորած եղբորս, այդպես էլ չգտան, 9 ամիս հետո ոսկորներն էին այստեղ գտել, բայց Վահագը մեկ-մեկ անհասանելի էր դառնում պատերազմի ընթացքում, որ զանգում էի, չէի կարողանում գտնել։ Նոյեմբերի 8-ին զոհվեց, Կարմիր շուկայում զոհվեց, ես 9-ի կամ 10-ի զանգեցի իր ընկերոջը, ընկերը փոխանցեց ինչ-որ համար, զանգեցի, իրենց մեծն էր, ասեց, որ Վահագը իր ձեռքերում է զոհվել։ Մարմինս թող էր ընկել, այդ պահին չգիտեի ինչ անել, բայց ես ամբողջ պատերազմի օրերին զգում էի այդ ամեն ինչը, որովհետև այդ տարիների ընթացքում միշտ որ տեսնում էի ինչ-որ հագուստ էի տեսնում զինվորականի, ես դրանից վատանում էի, չէի սիրում այդ հագուստները, մի վատ զգացողություն էր միշտ։ Քանի որ Վահագի հայրն էլ էր զինվորական, առաջի պատերազմի մասնակից իհարկե, 20 թվականին ինքը արդեն թոշակառու էր, ինքը օգնեց, գնաց գտավ Վահագի մարմինը Մարտունիում։ Բերեցինք այստեղ, ինքը որոշեց, որ պիտի եռաբլուրում լինի։ 20 թվականին անընդհատ հուղարկավորություն դեռ գնում էինք։ Եվ եղբոր, եւ ընկերոջ, չգիտեմ, շատ էին գնում եռաբլուր, ոնց որ մի դժոխքեր, անընդհատ լացկոց, հետո էլ արդեն Վահագին միջև այդ եղբորս, հոր եղբորս տղային։ Դրանից հետո
չգիտեմ, երևի բարեկամների օգնությամբ, ընկերների, ընկերուհիների օգնությամբ մի քիչ ինձ վերականգնեցի։ Հետ չգնացի սկզբից Ստեփանակերտ, 20 թվականի մի քանի ամիս մնացի Երևանում։ Ստեփանակերտից մի կին զանգեց, ասեց, որ տիկին Կարինեն եմ, Քոչարյան Կարինեն, Ամերիկայից Նյու Յորքից եմ եկել, ուզում եմ բեմադրություն սկսեմ։ Հրավիրում եմ, որ գաս, խաղաս Անատոլիայի կերպարը 3 խնձորում, Նարինե Աբգարյանի գործներ։ Ես շատ մտածեցի, կասկածեցի, արժե հետ գնալ նորից Ստեփանակերտ, երեխաների հետ, բայց տիկին Կարինեն ինձ համոզեց, կարելի ասել, համոզեց, որ արի քո ամուսնու շինած, կառուցած տունն է եւ քո աշխատանքն է, քանի որ Վահագը սիրում էր, որ դու դերասանուհի ես, արի նորից քո աշխատանքին եւ մենք կշրջագայենք։ Շատ եմ սիրում թատրոնը, նաեւ դրանից է, որ հետ գնացի։ Սիրում էի, կարոտում էի Ստեփանակերտը իհարկե։ Գնացի, սկսեցի նորից աշխատել, տիկին Կարինեն բեմադրությունը սկսեց, ավարտեցինք, հանձնեցինք, արդեն ոնց որ սկսեցի հունի մեջ մտնել։ Ինչ-որ վերևից ուղարկված մի մարդ էր, որ ինձ շատ օգնեց։ Գնացինք հյուրախաղերի եւ եվրոպական երկրներ, հետ եկանք այդ տարիներին, ոնց որ մայրս այդքան էլ վատ առողջ չէր, նայում էր երեխաներին։ Հետո Մոսկվա գնացինք, եկանք ու սկսվեց այդ բլոկադան։ Բլոկադայի ընթացքում դե տիկին Կարինեն ասում էր, որ ես ձեր վիզաները պատրաստել եմ, պիտի գնանք Ամերիկա։ Բայց մենք թատրոնում աշխատում ենք, բեմադրությունների մեջ մասնակցում ենք, երեխաներին սովորական։ Գնում ենք դպրոց, ամեն ինչ ոնց որ իր հնով էր, բայց նաև մի տխրություն, մի մտություն կար։ Զգում էինք, դե բլոկադա էր, ամեն ինչը սուղ ու հերթեր էր, ամենտեղ պիտի գնաս հերթերի ժամերով, գիշերը հերթի, ցերեկը հերթի, մինտեղ մի բան են վաճառում, պիտի շտապես, որ կարողանաս հասցնես, որովհետև ուտելիք չկար, ընդհանրապես խանութներում ոչ մի բան չկար։ Երեխաները հատկապես նրան փոքր են, բայց քաղցրակեր էր, ինքը շատ է սիրում քաղցրը, անդադ ուզում էր կամ պաղպաղակ էր ուզում, կամ շոկոլադ էր ուզում, բայց չէր գտնվում ու մի հարևանուհի ունեի, ասենց մտերմացանք, բլոկադայի ժամանակ ոնց որ ավելի ես մտերմանում երևի, շփումը շատ անում է, սկսեցինք միասին տենց ինչ կար, էլի տան ինչ կար, բերում էինք, մուրաբա խառնում, եսին բաներ էինք պատրաստում, գցում դուխովկան, պատրաստում են խառմար ինչ-որ դոշաբով, բայց շատ համով էր ուտում էին, այն ժամանակ լավ ուտում էին, ավելի քաղցր էր, ավելի համեղ էր, մեկ-մեկ ես էլ էի զգում, որ քաղցրի կարիք ունեմ, ու սուրճ էի անդադ ուզում ու չկար, այդ սուրճը ինձ ձգում էր անդադ, բայց չկար ու չկար, աշխատատեղում էլ չկար, ուզում էինք, միշտ խոսում էինք, հետաքրքիր էր, արդեն կարոտով եմ հիշում այդ պահերը, բայց դե վերապրեցինք հետո նորից սեպտեմբեր, ու այդ օրը տենց մտություն կար ու ծնողներից մեկը ասեց լավ կլինի շուտ գնանք տուն։ Վազեցի տուն երեխաների հետ ու էլի սուպիկեր ինչեր դրեցի սեղանին ու սկսվեց։ Ձայները արդեն հասկացա, որ վсё, պատերազմը սկսվել նորից, շուտ իջանք պատվալը, բայց պատվալում այնքան վատ էր, քարեր էր ու երեմուկներ բան կային, այնտեղ զզվելի էր, բայց սաղ այնտեղ էին։ Լավ այլի Վահագի ընկերը եկավ, ներքևի շենքից էր, ասեց արի գնանք երեխաների վերցրու, արի գնանք մեր պատվալը։ Այդտեղից գնացինք իր ընտանիքի հետ ռուսական բազա, այնտեղ, որովհետև լույս չկար, ջուր չկար, գազ չկար, տաքություն չկար, ջերմություն չկար, ուտելիք չկար, ինչ պիտի անեինք մենք այդ տներում, գնա տարան մեզ ռուսական բազա։ Այնտեղ ռուսները, զինվորականները, ասենց մեծ բաներ էր գետնին փռած, երեխաները այնտեղ սաղ պարկում էին, հավաքում են, բայց ուտելիք տալիս էին, այնքան որ ռեժիմով, ինչ որ սուպ, բորշ տալիս էին, որ ուտեն։ Դե ինչ որ բան կար էլի, մնացինք մի 2 օր այդտեղ ու տեսանք, որ ավտոբուսներով արդեն ուզում են մարդկանց հանեն։ Դա ինչ կար մեր մոտ, բան չկար, ոչ մի բան չենք վերցրել։ Ինչ կար, անձնագրով բանով էի գնացել։ Գնացինք, մեզ գցեցինք այդքան ընտանիքներով ավտոբուսները, արդեն սեպտեմբերի 23-ներ կարծեմ, ուտելիք չկար ուղղակի մեր մոտ, արդեն մեր ձեռքին վերտալյոտ էր երևի գալիս, ինչա չեմ հիշում, ու մենք այդ ավտոբուսներով լցվում էինք,
երեխաները լացելով, խորելով իրար, այնքան որ մտնենք ավտոբուսները ու դուրս գանք, այնքան որ գնանք դուրս գանք, դե պատերազմա ու սովա վախենում էի, բայց դրանից դենց մտածում եմ, բա մաման եղբայրս էլ պատերազմի մեջ էր, ինչ որ շրջափակման մեջ էին մտել, Մարտունի ընտանիքով էր, մամաս պիտի մնար տանը, որ սպասի եղբորս, եղբայրս շրջափակումից փրկվեց, հետո եկա մամային վերցրեց, իրենք էլ եկան, բայց մենք իրենցից մի օր շուտ ենք դուրս եկել, հենց այդ ավտոբուսներով, մտել ենք, մեր ձեռքին ինչ որ կար, երկու երեխայի հետ, արդեն այնտեղ ծանոթացած ընկերների հետ, մտանք ավտոբուսները, բայց մեծ դժվարությամբ եկանք հասանք Հակարի կամուրջը, մինչև Հակարի կամուրջ 10-12 ժամ երեխաները սուղված, թուլացած, ձեռքներից բան չկար ուտելու, դաժե ջուր չկար, որ խմեն, կարգին տհաճ երևույթ էր իհարկե, բայց անդադ որ թույլ էին քնում էին, քնած էին, Հակարի կամուրջ որ անցանք, արդեն հասանք Գորից, մեզ շատ լավ դիմավորեցին, ընդունեցին, իրոք շատ շնորհակալություն, կարգին լավ ընդունեցին մեզ, արդեն երեխաներ ոնց որ քաղցրավենիք տվեցին, ջուր տվեցին, իրենք պատրաստ սպասում էին արդեն այդ մարդկանց։ Այստեղ մեզ լավ ընդունեցին, ես դժգոհ չեմ, գոհ եմ, շնորհակալություն եմ հայտնում նաև մեր դպրոցում, շատ լավ ընդունեցին, երեխաները կապվեցին դասղեկների հետ, Նայիրի Զարյանի անվան դպրոցը։ Երեխաների կրթությունը, նաև հույս ունեմ, որ նորից կմտնեմ իմ աշխատանքի մեջ, ուժա տալիս նաև այդ, որ նորից կշարունակեմ ապրել, սովորել նաև, սովորում եմ մի քանի բան, բայց նաև իմ մասնագիտությամբ շարունակել, աշխատել ու երեխաներին մեծացնել, կրթել։ Երեխաները շատ են հիշում Ստեփանակերտում թողած իրենց խաղալիքները, իրեն ամեն անգամ նշում են, որ իրենց նապաստակը մնացել է Ստեփանակերտում, Գիսանեն հիշում է, որ Վահագի տված, իր հայրիկի տված դեղին գույնի նապաստակը մնացել է այնտեղ, չի հասցրել բերի, նրան էլ միշտ հիշում է իր պայուսակները Ստեփանակերտի, իր խաղալիքները, հիմնականում իր դաշնամուրն է հիշում, որովհետև շատ է սիրում երաժշտությունը, հիմա նաև զբաղվում են ջութակ են գնում։ Վահագը շատ էր սիրում ու կապված էր առաջնեկի հետ, իհարկե Գիսանեի, որովհետև նրան էլ դեռ շատ էր փոքր, բայց ուզում էր ինչ-որ սպորտով զբաղվի Գիսանեն, ու հիմա սկսել է Գիսանեն գնալ կարատեի, երազում ենք ապրել մեր հայրենիքում, չիրականացան այդ երազանքները իհարկե, այստեղ կշարունակենք իրականացնել մեր երազանքները։